Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլքերսոն, օր ապրիլի 3։ Խոստումները։ Համբերության մեր մեծ կարիքի մասին մի քանի անգամ կրկնվում է Եբրայեցիս գրքում։ Որովհետև երբ որ Աստված խոստմունքը տվավ Աբրահամին, այն պատճառով, որ ուրիշ ավելի մեծը չուներ, որ նրանով երդում աներ, իր անձովն երդում արավ և ասեց. այո, օրհնելով կօրհնեմ քեզ և շատացնելով կշատացնեմ քեզ, և այսպես երկայնամիտ լինելով հասավ խոստմունքին։ Եբրայեցիս 6-րդ գլուխ 13-15 խոսքեր։ Որ հիվանդամիտ չլինեք, այլ նմանող լինեք հավատքով և երկայնամտությամբ խոստմունքները ժառանգողներին։ Եբրայեցիս 6-րդ գլուխ 12-րդ խոսք։ Որովհետև համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքն անելով խոստմունք ստանաք։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 36-րդ խոսք։ Աստված մեզ շատ հրաշալի խոստումներ է տվել, որ նա կկոտրի մեղքի բոլոր կապանքները, որ նա կմաքրի և կսրբագործի մեզ, որ նա կկերպարանափոխի մեզ Քրիստոսի պատկերին։ Նրա խոսքը մեզ վստահեցնում է։ Եվ նրան, որ կարող է անարատ պահել ձեզ և անկեղծ կանգնեցնել իր փառքի առաջին անբիծ ցնծությունով։ Հուդա 24-րդ խոսք։ Այնուամենայնիվ, Աստված այս բոլոր բաներն անում է մեզ համար միայն իր ժամանակին, անտեսում է անհապաղ ապաքինման բոլոր խնդրանքները, ճշմարիտ հավատքը պարզապես պահանջում է, որ մենք համբերատար սպասենք մեր Տիրոջը։ Մեր պատասխանը պետք է լինի. Տեր, ես հավատում եմ, որ դու հավատարիմ ես քո խոսքին։ Քո հոգու զորությամբ, որը իմ մեջ է, ես համբերատար կսպասեմ, մինչև դու այս բոլոր բաները կատարես իմ կյանքում։ Դուք կարող եք անցնել սարսափելի փորձությունների միջով և լսել սատանայի սարսափելի ստերը, իսկ երբեմն էլ կարող եք ձախողվել։ Միգուցեև մտածեք, արդյոք երբևէ կհասնեմ նպատակին, բայց այս բոլոր դժվարությունների մեջ համբերությամբ կառչեք հավատքից, վստահելով, որ Աստված գործում է։ Նա ասաց. համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքն անելով խոստմունքը ստանաք։ Աբրահամը Աստծո խոստմունքի համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով և Աստծուն փառք տվավ, և իր մտքումը համոզված էր, թե նա, որ խոստացավ, կարող է և անել, նրա համար էլ արդարություն համարվեցավ նրան։ Հռովմայեցիս 4-րդ գլուխ 20-22 խոսքեր։ Աստվածաշունչը չէր կարող դա ավելի հստակ բացատրել։ Արդարությունը Աստծո խոստումներին հավատալն է։